չուշանալ, ետ չմնալ, այս պիտի լինի ամեն մի հայի նշանաբան, ինչ գործի տերել որ լինի, ով, բայց մենք իրավունք չունենք շփոթել մակերես և մակարդակ բառերը, մենք պիտի չլինենք մակերեսի վրա, մենք պարտավոր ենք միշտ լինել մակարդակի վրա, համաշխարհայինի, բայց որևէ բան կարենալու համար նախ և առաջ կամենալ է պետք, անհրաժեշտության գիտակցություն, հրամայականի կարիք, Եվ վերջի վերջո, ես ինչ եմ, գիտեք, ես արթնացնող մի ժամացույց եմ, ըստ ձեր ցանկության, ձեր ձեռքով լարված, ու երբ պետք է ձեզ սրտաճակ ճիչով արթնացնում եմ ձեզ, որ քնով չընկնեք, և հաճախ իբրև շնորհակալիք գլխիս եք բամփում, որ ձայնս կտրեմ։ Ես ուրախության գործակատար եմ, և խոր խնդության վաճառորդ եմ ես, բաց կրպակ ունեմ առողջ ծիծաղի ու ժպիտների կիսափակ խանութ, և երջանկության հաղորդիչներն են իմ զույգ ափերը ու մատներն իմ տաս, բերանս սիրո մի սերտարան է, իմ զույգ ոտները ժամադրավայր տանող ինքնաշարժ, իսկ իմ թևերը գիրկ ու խտիտի խելացի գործիք, կուրծքս պաստառ է շքանշանի և շքանշան, որ կոչվում է սիրտ, և որ պաստառի ներսից են կրում, այսքանից հետո էլ ինչ կարիք կա, էլ ինչու եմ ես ինքս իմ մասին ինչ-որ չափածո տեղեկանք գրում, աշխարհին ուղղված մի բացիկ եմ ես, մի ծրարեք ինձ և մի սոսնձեք։ Ամեն մարդ ունի նայվածք, բայց արվեստագետը նա է, ով ունի նաև հայացք, մի հայացք, որ պիտի նետված լինի ոչ միայն աշխարհի վրա, այլև իր կերած հացի, որքան մարդկության ճակատագրի տառերի վրա, նույնքան էլ փողոցային ցուցանակների, իսկ ով ունի այդ հայացքը, արդեն փնտրում է ոչ թե կյանք, այլ կյանքի իմաստ։ Այնտեղ, որտեղ ինձ դուք չեք համզգա, այնտեղ, որտեղ ինձ չեք համաձայնի, չշտապեք խնդրեմ իսկույն համարել ուղեղի քախան կամ սրտի բորբոս, մտածեք նաև ձեր որդու մասին, խոսում եմ նաև նրա անունից, դուք գնալու եք, իսկ նա գալու է։ Լսում եք ինձ, բավական է, հանեցեք ձեր դիմակները, հանեցեք, որ քամու ձեռքով ձեզ կարոտած օդն ապտակի ձեր իսկական դեմքը տխեղց, և շող շաղափ նարեկակի սրսկումի նման ծակի ընդարմացած ձեր դեմքը խեղճ, որի ծանոթ նմանությամբ են հորինված, մի մոռացեք աստվածները, մի մոռացեք, ամաչեցեք աստվածներից և հանեցեք դիմակներդ, բավական է, ես չեմ կարող նշել ճշտված թվականը և ժամանակը ճշգրիտ, բայց և այնպես այս հանդեսը, որ սկսվել է շատ վաղուց, ավարտի է հասնում արդեն, բարոյական այն պարապը, որ շատ վաղուց ամենքիս մեջ հորանջում էր, կարծես անչար և անվնաս, հիմա արդեն չարչարում է ու տանջում է վերածվելով մի անհատնում զկրտոցի,
Եվ թույն փոշին այն խարտոցի, որ բանում է գիշեր ու զոր, բանում ինքնին եւ ինքնավար, նույն թույն փոշին հետ զետե ամեն ինչի վրա թառում, խառնվում է ամեն ինչի, հացի, երգի, մտքի, շնչի եւ խարտվածքի հոտ կփչի շուտով արդեն ամեն ինչից, հացից, երգից, մտքից, շնչից։ Հանեցեք ձեր դիմակները, որ գեթ մի քիչ դյուրին շնչել կարողանաք։ Ինքներդ ասեք. բավական չէ դուք ձեզանից ձեզ գողանաք եւ տեղն ուրիշ մեկին դնեք ձեր փոխանակ, բայց չափազանց ճշտապահ է արեգակը, երբ որոշյալ ժամը հասնի կլուսանա։ Ձեր արթնացումն այն ժամ արդեն կնմանվի մի պայթյունի ձեզ եմ ասում, որից հետո լռությունն ու փոշին պիտի գոտեմ արդեն չգոյության գահի համար։ Ինչ որ բանի ինքը աշխարհն է սպասում, ինչպես մի օր չիմանալով Սուսաննան էր մերկ սպասում ծերուկներին։ Իսկ դուք եկեք մի սպասեք, հանեցեք ձեր դիմակները, ճանաչեցեք ինքներդ ձեզ վերջին անգամ, վերջից առաջ։ Պարն ավարտվել ու խաղն արդեն վերջանում է, հանեցեք ձեր դիմակները։ Ուշացումի ամեն պահից իմ վիճակը ձեր փոխարեն լրջանում է, որովհետև ինձ է տրված դժբախտաբար հիշեցնելու ձեզ վերստին ու վերջապես, որ ուշացած արթնացումը կնմանվի մի պայթյունի, որից հետո լռությունն ու փոշին պիտի գոտեմ արդեն չգոյության գահի համար։ Դուք առայժմ դեռ լսում եք, ուստի նաև ինձ լսեցեք ու հանեցեք դիմակներդ, արդեն խաղը վերջացած է։ Իսկ եթե դեռ պիտի խաղաք, խաղացեք խնդրեմ, ինչքան սրտներդ ուզի, լավ խաղացեք ինքներդ ձեզ եւ իրար հետ, բայց առանց ինձ։ Ես այլևս չեմ մասնակցում ոչ թե խաղին, այլ մինչև իսկ եւ մատաղին, թե մորթվողը մարդկայնություն-մարդկությունն է, ու ես արդեն ոչ բողոքում, ոչ ողոքում, ոչ էլ կոկորտս եմ կեղեքում։ Ինչի համար, կամում, հիմա ես ջանում եմ լոկ չլինել, ամբողջովին դառնալ դիմակ։ Խրատելը հեշտ է, դժվարը խրատվելն է։ Եվ այս ճշմարտությունը հավասարապես վերաբերում է ինչպես գրողին, այնպես էլ ընթերցողին։ Հավատացնում եմ, որ ես վարժ եմ խրատվելու դժվար գերության մեջ։ Ուստի եւ ամենից առաջ շնորհակալ եմ անկեղծորեն ինձ խրատողներին։ Ապրել, այնպես ապրել, որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը։ Ապրել, այնպես ապրել, որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը։ Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես, թե ինքդ քեզ արհամարես ու համառես, քեզ հետ վիճի, քեզ չզիջի, համբերատար քեզ հետ խոսի, հակառակում քեզ համոզի ինքը հզոր հանրությունը։ Ապրել, այնպես ապրել, որ ուրիշի խինդով խնդաս, որ ուրիշի ցնծությունով ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս։ Լինես մնաս ամենքի հետ, նրանց կամքին հպատակվես, եսդ խառնես մեծ մենքի հետ, նրանց ցավով լուր տապակվես, տրվես նրանց լույսի նման եւ չխաբես հույսի նման, արշալույսի նման բացվես նրանց համար, վերջալույսի նման բոցվես նրանց համար, թե լաց լինես նրանց համար, թե բաց լինես նրանց համար, եւ հաց լինես նրանց համար, հոգեվոր հաց, քեզ նրանցով կյանքում զինես եւ նրանցով կյանքում լինես ոգեվորված, եւ նրանցով կյանքում լինես թույլ կամ ուժեղ, եւ նրանցով կյանքում լինես թույլ կամ մժեղ, եւ նրանցով կյանքում լինես բույլ կամ մժեղ, թշվառ ինչպես անապաստան, հարուստ ինչպես լայն տափաստան։ Ապրել այնպես, որ նրանց հետ
մտնես անպես և նրանց հետ շանթարցակվես, մեկտեղ հանկարծ ընդարձակվես, մեկտեղ դառնաս գունդ ու կծիկ, մեկտեղ բացվես, մեկտեղ փակվես, ինչպես նամակ և կամ բացիկ, ապրել մեկտեղ, կյանքդ խառնել նրանց կյանքին, տառապանքդ տառապանքին, ջանքդ ջանքին, ցանքդ ցանքին և ենթարկվել նրանց կամքին, նրանց կամքն էլ քեզ ենթարկել, դառնալ և շանտ և շանթարքել: Գիտեմ, ես էլ եմ գնալու շուտով, ուր որ է, այո, գնալու եմ և ես, բայց չեմ կորչելու, դառնալու եմ ձեր առողջությունը: Ցնոր տեսություն, ձեր Պարույր Սևակ։